Պարոն Այվազյան, Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստին անդրադարձավ հարկերի բազայի ընդլայնման խնդրին։ Ես կուզենայի իմանալ դուք ինչ կարծիք ունեք խնդրի վերաբերյալ, սա նշանակում է նոր հարկատեսակներ եւ աստորեն այս ամենը արվում է ի վնաս փոքր եւ միջին բիզնեսի։ Դուք ինչ կարծիք ունեք նրա այս առաջարկի։ Հարկային բազայի ընդլայնման համար դրական։ Այսինքն ինչքան շատ հարկ վճարողն է, այդքան լավ։ Բայց չէ՞ որ մենք ունենք փոքր եւ միջին բիզնեսի խնդիր, ըստ էության նրանց փոխանակ մենք արտոնություններ տանք բիզնեսն ընդլայնելու, մենք փաստորեն նրանց հերթական հարկերով փորձում ենք ճնշել։ Ես կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանի ներկայացրած հարցադրումը ընդհանուր տնտեսական դաշտի զարգացման հետագա շատ ճիշտ էր։ Այսինքն ինչ ասում Գագիկ Խաչատրյանը ասում է, որ մենք պետք է հարկային բազան ավելացնենք, իսկ աշխարհի ցանկացած երկիր ցանկանում է որ հարկային բազան մեծացնի։ Այսինքն մի հարկ տվողի փոխարեն ինք ունենա 1 միլիոն հատ հարկ տվող։ Դուք չեք ուզի։ Օրինակ դուք չեք ուզի որ ձեր հեռուստաընկերությունը նայողը մի հոգու փոխարեն կամ 10 հոգու փոխարեն լինի 1 միլիոն։ Դրա մասին է։ Հարկային չարաշահումներ կան, փոխանակ մեծ բիզնեսներ ունեցողներից հարկեր գանձվեն, փոքր եւ միջին բիզնես։ Չէ, դա բացարձակապես կապ չունի անձը տանձի հետ։ Ուրեմն, եթե մենք խոսում ենք չարաշահումները խոսում ենք ամբողջ դաշտում։ Չի կարելի առանձնացնել, որ խոշորը շատ անում, փոքրը քիչ անում, խոշորը քիչ է, փոքրը շատ է։ Դուք սխալ եք ախել հարցադրումը տալիս։ Հասկանում եք, հետո սխալ էլ մեկնաբանելու եք, որովհետև ես տեսնում եմ հանկարծ լրատվության մեկնաբանությունները ընդհանրապես ասված գիտե որևէ մասն է։ Խոսքը գնում է, նախ առաջինը գնում էր հատուկ ռեժիմ ունեցող ազատ տնտեսական գոտու մասին։ Դա ընդհանրապես այլ ռեժիմ է։ Դրա մասին խոսելը, ասենք, ենթադրենք ընդհանրապես դաշտից դուրս եք գալիս։ Երկրորդը հարկային բազայի ավելացում։ Ցանկացած պետության առաջնահերթ խնդիրներից մեկն է հարկային բազայի մեծացումը։ Հարկային բազայի մեծացում չի նշանակում նոր հարկեր։ Հարկային բազայի մեծացումը նշանակում է տվյալ դաշտում աշխատող հարկատուների թվաքանակի ավելացում, այսինքն դա նշանակում է տնտեսական ակտիվության ավելացում, որի դեպքում քո հարկային բազա եթե ունենալի 10 հոգի, հիմա դառնում է 100 հոգի։ Սրա մասին է գնում խոսակցությունը։ Երրորդ հարցը, եթե դուք խոսում եք արտոնությունների մասին, արտոնությունները լինում են ոչ միայն հարկերից ազատման միջոցով, արտոնությունները լինում են հասցեագրված օգնությունների միջոցով։ Եթե արտոնություններից, հիմա դուք ո՞նց եք մտածում, եթե ես արտոնություն եմ տալիս համատարած, դա է ճիշտ է, ասենք, չէ՞ ես օգնում եմ այս կողը ով չունի։ Շատը շատ ով չունի, օրինակ ձեր կարծիքով։ Ասենք ենթադրենք, ասենք միլիարդատերը չի ցանկանում միլիարդատեր կներես կազմակերպությունը չի ցանկանում արտոնություն ունենալ։ Հա, ո՞նց եք մտածում։ Ցանկանում է, չի ցանկանում գերշահույթ ունենալ։ խրախուսենք փոքր։ Հա, եկեք էժան վարկեր տանք։ Եկեք հասցեագրված ոլորտային վարկեր տանք։ Եկեք հասցեագրված սուբվենցիա տանք, եկեք հասցեագրված բան տանք։ Գիտեք ինչ կա, վերջի հարկ հասկացողության արտոնություն տալ այդքան էլ լավ բան չէ, աշխարհը այդ ճանապարհով չի գնացել։ Եթե դուք կարիք ունեք, հիմա սոցիալական ոլորտը վերցնենք, դուք ես որ լավ հասկանաք։ Ասում են, ով որ ավտոմեքենա չունի, ինքը աղքատ է։ Դա այդ ձևակերպումը ճիշտ է։ Ճիշտ է, ճիշտ չի։ Բնականաբար ճիշտ չի, չէ՞։ Այսինքն դու համակարգ ես ինչ-որ մի հատ մտածում, ասում ես ով է, ասենք դրանից կարիքավոր։ Շատ դեպքերում մենք բողոքում ենք ինչի համար, ասում ենք մարդը մեքենայից իջնում է 10 հատ գով ունի, ես ինչ գիտեմ, տրսում աղբերներ ունի, որ միլիոնատեր են ու գնում օգնություն է ստանում բրինձ։ Իսկ այն մեկը որ մի հատ տեղ հավաքարար է աշխատում, ինքը աշխատանք ունեցող չի ստանում։ Հասկանում եք, այսինքն շատ կարևոր խնդիրը պետության քաղաքականություն իրականացման դեպքում ինչպես դու փորձես իրականացնել քո աջակցությունը։ Իսկ ես ասում եմ, հարկային արտոնություն տրամադրումը աջակցության ձևերից մեկն է, բայց այդ լավ չի լինի, որ մենք այդ հարկերը հավաքենք հավասարաչափ եւ այդ փոքր ու միջինին մենք փորձենք աջակցել։ Ասենք փոքր ու միջինի ենթադրենք, ասենք, կներեք, ով որ փոքր ու միջին այսքան շրջանառություն ունի, ամեն մեկին ասենք ենթադրենք այսքան վարկ ենք տալիս անտոկոս 50 տարով։ Չէ, անտոկոս 50 տարով։ Լավ տարբերակ եմ առաջարկում։ Տարբերակը, այսինքն ես ըստ ամեն մի հարցին պետք է նայես յուրովին։ Չի կարելի նույն ոսպնյակով նայել բոլոր հարցերին։ Մենք արձանագրում ենք, որ բյուջեն լցնելու խնդիր ունենք այսօր, ակնհայտ է, որ չի հավաքվում բյուջեն։ Դա ինձ համար նորից եմ կրկնում, բյուջեն գերխնդիր չի։ Չգիտեմ ով ոնց է մտածում, ես մտածում եմ, որ առաջնահերթ խնդիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանավայել կյանքի ապահովումը։ Չի կարելի բյուջեն, դե արեք, եթե բյուջեն լցելու խնդիր ունենք, ավելացված արժեքարկը 60% տնենք։
Դե արտենենք, էլ ինչ է եղել։ Բյուջեն լցելու խնդիր ունենք։ Մյուս տարի ջանդի ոչ ոք չենք ունենա։ Հասկանում եք, եթե իջեցնում ենք մենք հարկայրը, ուրեմն պետք է իջեցնենք հավասարաչափ դաշտի ստեղծում, կարժանավայել ապրելու քաղաքացիակենտրոն իրականացող քաղաքականություն դա ամենը ճիշտն է։ Որ իմ գերխնդիրս պետությունը այս ժողովուրդը ձևավորում է կառավարման մոդել, որպիսի պետությանը տվյալ մեջի ապրող ժողովրդի համար ապավեն անվտանգության երաշխիքները, որ դրանց չուտեն հանկարծ կողքիները չցանկացողները, ինքը ապահով լինի, աշխատանքի սոցիալական նորմալ պայմաններ։ Թե չէ բյուջեն, հավատացեք ինձ, հիմա լինի 3 միլիարդ, հետո լինի 500 միլիարդ դոլարին համարժեք, մենք միշտ էլ այդ բյուջեի խնդիրը պետք է ունենանք։